Իմ շատ սիրելի ազգ, ես իմ առաջին տեսահոլովակում խոսք տվեցի, որ երկրորդում կխոսենք դիասպորայի և հայկական լոբի անկման և ակունքների մասին, թե ոնց է սկսվել հայկական լոբիի անկումը և դիասպորայի անկումը, որովհետև դա իրականությունն է։ Այսօր հայկական դիասպորան և լոբին շատ խեղճացած են, դրա մասին պետք է խոսենք, բայց մինչև դրան հասնելը շատ կարևոր մի բան կա, որ ես մտածեցի ավելի լավ կլինի սկսենք այդտեղից, քանի որ ճիշտ կլինի խոսակցությունը, ֆունդամենտը ավելի ճիշտ դրվի, որտև մինչև դրան հասնելը մենք պետք է նաև որոշակի բաներ բացատրենք, որտև իմ համար արդեն ակնհայտ է, որ ազգի մի ահագին մեծ մաս ոչ թե չի հասկանում, որովհետև դժվար է հասկանալը, չի տեսնում ինչ է կատարվում, այլ ինֆորմացված չի, խնդիրը դա է, մեր ազգի մոտ մի մեծ խնդիր կա, մենք շատ մեծ խնդիրներ ունենք ազգով, իրոք մեծ խնդիրներ ունենք, մենք մեր մեջ, բայց խնդիրներից մեկը շատ մեծ խնդիր կա, որ մենք ազգով փոքր ժամանակվանից չենք սովորում civic duty, դա որպես քաղաքացի քո պարտականություններն են, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օրինակ տարբեր երկրներում կան, նամանավանդ սկանդինավյան երկրներում սովորում են փոքր ժամանակվանից քաղաքացի լինելը ինչ է դա, հասկանում եք, մեր մոտ, մեր ազգի մեջ, նախ առաջին հերթին, ես չեմ ուզում ազգին վիրավորած լինել, իրոք չեմ ուզում, բայց շատ մեծ գլոբալ հարցերում նամանավանդ, իրենց ապրած քառակուսի մի կիլոմետրից դուրս, ուրեմն անգրագիտություն է տիրում, մարդիկ քաղաքականությունը և civic duty-ն, այդ քաղաքացու պարտականությունները որպես քաղաքացի, նրանք այդ բոլոր հարցերը լուծում են կոֆեի բաժակի շուրջ կամ բիսեդկի խոսակցություններով, մեր ազգը ահավոր անտեղյակ է դրսում կատարվող բոլոր պրոցեսների մասին, բայց առանց հասկանալու, որ հենց այդ դրսի կատարվող պրոցեսներն են և մի քանի տարբեր երկրներ և ազգեր են որոշում աշխարհի բոլոր տեսակի հարցերը և մենք որպես պետություն ոչ այդ ուժը ունենք, ոչ այդ ուրեմն ոտքի size-ը, այսինքն ոտքի չափսը ունենք միջազգային ասպարեզում, ոչ էլ ձեզ թող թվա այն մարդկանց, որոնց թվում է, թե Նիկոլը Հայաստանը դրեց քարտեզի վրա, այո, Նիկոլը Հայաստանը դրեց քարտեզի ծախու, հասկանում եք, դրեց քարտեզի վրա, բայց ծախու, նա դրել է Հայաստանը bidding-ի, այսինքն աուկցիոն է հանել Հայաստանը, հասկանում եք դուք, այս վերջին, ուրեմն եվրոպական բոլոր լիդերների Հայաստան գալը, եթե մեկը իրոք հասկանար ինչ է կատարվում, մարդիկ, որոնք հասկանում էին, հասկացան, բայց այդ մարդկանցից, որոնք որ Նիկոլին այդքան մեծարում են, որովհետև եվրոպական լիդերներին բերել է Հայաստան, մի հատ եկեք ձեզ բան հիշեցնեմ, որ շատ կարևոր է, բոլոր այդ լիդերները եվրոպական, որոնք Հայաստանում էին, բոլորը, դրանք բոլորը վերջացած լիդերներ են, բոլորը, բայց իրենք բոլորը պատկանում են նույն ակումբին, նույն, Մակրոնը 11% ուրեմն ռեյտինգ ունի Ֆրանսիայում, նա արդեն exit-ի վրա է, դուրս է գալի, նրա Հայաստան գալը, ինչ-որ խոստումներ տալը, արժեր այնքան, ինչ-որ ես գայի Հայաստան խոստումներ տայի, հասկանում եք, ոչ մի արժեք չուներ նրա տված, ոչ մի խոստումը, նա դուրս է գալիս, նա գնում է, իրանց այս գաստրոլները Երևանում, այս եվրոպական լիդերների և Զելենսկու, սրանք մի նպատակ ունեին, միայն մի նպատակ, նրանց նպատակը դուրս գալուց առաջ, որտև բոլորը նրանք գործից դուրս գալացող ուժեր էին, բոլորը,
Starmer-ը, Keir Starmer, Անգլիայի, հիմա բացատրեմ։ Անգլիայի Keir Starmer-ը իր փարթին, իր ուրեմն կուսակցությունը իրեն տանել չի կարողանում։ Նա ուժ չունի։ Նրա government-ը արդեն քանդված government-ը, հասկանում եք։ Keir Starmer-ը դուրս գալու վրա է ամեն վարքյան նրա ղեկավարած ուրեմն կաբինետը փլուզման բերան կանգնածան, նրա տված ոչ մի խոստում, ոչ մի գրամ, ոչ մի լումա չարժի։ Հասկանում եք, Զելենսկին վերջացած պատմություն է, նա բունկերում է ապրում, կոկեինը քաշում է քթերը, բունկերում ապրում է, վախեցած մարդն է, միայն անընդհատ իր վերջի դրոնները ուղարկում Մոսկվայի վրա, փորձելով, տեսնելով, որ մյուս կողմը չի ուզում շատ վատ վերջանա այս ամեն ինչը, բայց ինչևէ, Նիկոլի բերած եւ Նիկոլը ինքը արդեն գարանտիա չունի, որ ինքը մնալու է եւ կառավարի, այսինքն ով որ հավաքվել էր Հայաստանում, սրանց սովետական ժամանակ կասեին պատուշնի օբլիգացի, հասկանում եք, վերջացած օբլիգացիաներ էին սրանք, բոլորով հավաքվել էին, ինչ որ մի պատճառով միայն, սրանք հավաքվել էին, որպեսզի իրանց դուրս գալուց առաջ մի հատ էլ Պուտինին ասեին, որ մենք եկել ենք քեզ բարկացնենք, եւ Պուտինը դրա պատասխանը տալու է։ Հիմա մի բան էլ ավելացնեմ, ես չեմ ուզում շատ, ես փորձում եմ ավելի հանգիստ խոսեմ, չեմ ուզում իմ տեսահոլովակը մի քիչ ավելի ոնց որ հոգնած կամ ավելի խեղճ հնչա, փորձում եմ ավելի հանգիստ խոսել, որտեվ ես մի ամիս ու կես առաջ ինֆարկտ եմ տարել եւ հիմա գնացել էի տուն արդեն, լավ էի, բայց ոնց որ մի քիչ լավ չէի զգում ինձ, հետ բերեցին հիվանդանոց, որպեսզի պահեն մոնիտորի տակ 3 օր, որ տեսնեն հանկարծ նորից չկրկնվի, փորձում եմ ավելի հանգիստ խոսել։ Ուրեմն, քանի որ պետք է բացատրենք ամեն ինչը մեր ազգին սկզբից, որպեսզի մարդիկ հասկանան, եւ ես այս իրավիճակում ավելի նախընտրում եմ հիվանդանոցից թեկուզ անեմ սա, որովհետեւ ամեն րոպեն այս մեր պարագայում ամեն րոպեն նշանակություն ունի ժողովուրդ, ամեն րոպեն, եթե մենք կարող ենք սրանով նման քայլերով 10 հոգու կարծիք փոխել, 10 հոգու լույս վառել, ցույց տալ իրականությունը, իրականում մարդկանց ուղեղները, մարդկանց հայացքները մթության մեջ են, այս մարդիկ մոլորված են, նրանք իրականում, ես չեմ ուզում նորից բառը օգտագործել անգրագետ, բայց այս մարդկանց մեծամասնությունը իրանք այնքան լիմիտավորված ինֆորմացիա ունեն, այնքան պրիմիտիվ է իրանց հայացքները, որ այս մարդիկ չեն ուզում հասկանալ, թե մենք ինչ տեսակի, ինչ կալիբրի կատաստրոֆայի մեջ ենք մենք ազգով, եւ միայն հասկանալով աշխարհի գլոբալ հարցերից հասկանալով, դու կարաս հասկանաս, թե մենք ինչ կատաստրոֆայի մեջ ենք գտնվում ազգով եւ երկրով, եւ այն 1.5 միլիոն հայը, որոնք իրանց կյանքը, դուք պատկերացնում եք մորթվող մարդու ճճոցները, դուք պատկերացնում եք դա, դուք պատկերացնում եք ծնողին կամ, չեմ ուզում դաժան բաներ ասել, բայց ուրիշ տարբերակ չկա, դուք պատկերացնում եք ծնողի դիմաց երեխային մորթեն կամ երեխու դիմաց ծնողին մորթեն, թե մորթվողի ճճոց է, այդ ձայնը, ինչը որ, այն ձայնը, որ դուրս է գալու մորթվող մարդու շնչափողից ու թոքերից, հասկանում եք, դա միայն մեկ անգամ կարելի է լսել քո կյանքում, մի անգամ, դա հերիք է, որ մարդ գժվի այդ ձայնից, այդ մարդիկ իրանց արցունքը, իրանց արունը, թարախը տվել են
իրանց մարմնի մեջի բոլոր լիկվիդները տվել են անապատներում թափրտված, որ հայազգը հող ունենա, որպիսի մենք այս փոքր հողակտորը ունենանք։ Դուք դա ժառանգել եք առանց ոչ մի բան անելու, ես էլ ձեր հետ միասին։ Եվ այսօր մատերի արանքով նայել, մտածել, որ Եվրոպայի քեզ վիզա կտան, դու կթողես կգնաս ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ, դա ավելի մեծ թշնամություն է քո ազգին, քան Նիկոլին ընտրելը։ Հասկանում եք։ Մենք պետք է փոխենք սա։ Սա ուղղակի անկարելի է թողել սա, շարունակվի, թողել ինքնահոսի։ Պետք է անպայման մի բան արվի։ Ես եւ իմ կողմից ես սա եմ անում։ Ես նաեւ կռվում եմ այն տղայի հետ Ամերիկայում, որը որ եկավ եւ հայկական տարբեր բիզնեսների վրա հարձակվելով փորձեց ապացուցի, որ հայերը գողավազակներ են։ Ես կռվում եմ այդ տղայի, ես միակ մարդն եմ, որ կռվում եմ։ Միակ մարդը։ Նայեք իմ վիդեոները TikTok-ի եւ YouTube-ի վրա, ես այս մի ամսից ավելա կռվում եմ դրա հետ։ Ժողովուրդ, որպեսզի հասկանանք ինչ ա եղել, որովհետեւ այսօր ես բացելու եմ փակագծեր ստեղ։ Ես բաներ եմ ասելու, որոնք որ դուք առաջ վերջի 8 տարվա մեջ ոչ մեկից չեք լսել, բայց դրանք բոլորը ապացուցվող շատ սուր անկյուններով ինֆորմացիաներ են, շատ սուր։ Ես կտամ դրանք, ով որ կարա ինձ հակառակ ապացուցի, որ չի եղել իմ ասածները, թող գա ապացուցի։ Շատ մարդիկ կան, որոնք շատ լավ տեղյակ են այն ամեն ինչից, այն ինչ որ ես կասեմ, բայց վախենում են առաջ գան։ Վախենում են, որտեվ ապրում են Հայաստանում, որտեվ շուշուտ գալիս գնում են։ Ես չեմ վախենում ոչ մեկից։ Ոչ մեկից։ Ինձ ոչ մեկ չի ինչ որ գումար տալի սա անելու համար։ Ես ոչ մեկի համար չեմ աշխատում։ Շատ հեշտ է իմանալը ես ով եմ, շատ հեշտ։ Եվ շատերը Հայաստանում շատ լավ ինձ ճանաչում են։ Շատերը, շատ մարդ։ Ինձ ճանաչելը շատ հեշտ է եւ իմանալը թե ես ով եմ։ Ես չեմ վախում ոչ Նիկոլից, ոչ մնացածից։ Եվ հիմա ես բացեմ տարբեր փակագծեր, որպեսզի դուք հասկանաք, որ այդ հեղափոխությունը ձեր ասած ոչ մի դեպքում ոչ մի հեղափոխություն էլ չէր, այլ հենց ինչ որ ես կպատմեմ։ Դա էր այն ինչ որ ես կպատմեմ։ Բայց սա հասկանալու համար մենք պետք է հետ գնանք 100 տարուց ավել։ Ուրեմն 1897 թվականին կազմվում է Տեոդոր Հերցլի կողմից կազմվում է եւ 500 տարբեր անդամների կողմից Տեոդոր Հերցլը դա հրեա էր եւ 500 տարբեր անդամների 40 պետություններում կազմվում է զիոնիստական կոնգրեսը, որը որ կազմվում է Զյուրիխում, Շվեյցարիա։ Ամենաառաջին պլաններից մեկը դա ոչ թե որտեղ զիոնիստական շարժումը ինքը շարժումը, որը որ պետք է հրեաների համար երկիր ընտրեր, չէ՞, եւ պետք է հրեաները երկիր ունենային, զիոնիստական շարժումը դա էր։ Բայց եթե զիոնիստական շարժումը մնար հենց միայն այդ նպատակով, այսինքն զիոնիստական շարժումը լիներ հրեաներին պետություն ընտրելու կամ Իսրայելը հենց իրենց ասած Իսրայելը հետ գրավելու կամ վերցնելու, որպեսզի հրեաները բոլորը գնան իրենց երկիր, այսինքն լինի հայրենադարձություն վերադարձ դեպի Իսրայել, ոնց որ Աստվածաշնչի մեջ եղել է։ Խնդիրը նա էր, որ այս հրեաները, որոնք որ այդ ճանապարհը բռնել էին հետ Իսրայել, այս անգամ զիոնիստական կոնգրեսը ստեղծելուց հետո, այս հրեաները Աստվածաշնչի հրեաների հետ կապ չունեն։ Աստվածաշնչի հրեաները դրանք սեմիտներ են։
Սեմիտներ, որոնք որ եղբայրներ են պաղեստինցիքի հետ։ Սրանք երկու եղբոր որդիներ են, որոնք իրար հետ թշնամիներ են, ճիշտ է։ Մենք գիտենք դա Աստվածաշնչից։ Բայց այս հրեաները, սրանք եվրոպական հրեաներ են, որոնք որ թեորիա կա, որ սրանք կազարյան կայսրության ռուս, պալյակ, տարբեր տեսակի սլովակ, ավելի սլովական ուրեմն բան ունեցող, ծագում ունեցող հրեաներ են, ոչ թե սեմիտներ։ Դրա համար մինչև հիմա Իսրայելում այս պահին DNK-ի DNK վերցնելը դա լեգալ չէ, չեք կարող գնաս Իսրայել, ինչ որ մեկից DNK վերցնես, ասես ես ուզում եմ ստուգեմ, դու իսկականից սեմիտ ես առունով, այսինքն արաբ ես, որտեվ հրեաները, իրական հրեաները Աստվածաշնչի մեջ իրենք արաբի սեմիտ առուն ունեն, ոչ թե սլովական կամ ասենք ռուս, այնտեղ ուկրաինացի, տարբեր տեսակի, այսօրվա հրեաների մեջ, թե աշկանազի, թե խասիդների մեջ չկա իրական սեմիտական առուն։ Իրական հրեաները, Աստվածաշնչի հրեաները ժամանակի ընթացքում խառնվել են տարբեր տեսակի ազգերի հետ, տարբեր պետություններում եւ ինչ էլ որ կար մնացած, դրանք Պաղեստինում պաղեստինցիքի հետ ապրող հրեաներն էին, որոնք որ իրական սեմիտ հրեաներ են։ Այսինքն սրանք այս Թեոդոր Հերցելի սրանց ստեղծած զիոնիստական կոնգրեսը դա խաբեություն էր, որպեսզի ինչ որ մի խմբավորում Ռուսաստանի եւ տարբեր տեղերից հավաքված հրեաների բոլորին որպես հրեա հետ տանեն Իսրայել, գրավեն Իսրայելը, նախ մինչև Իսրայելին հասնելը նրանք տարբեր պետություններում էին ուզում ստեղծեն իրենց նոր Իսրայելը, բայց հետո որոշեցին, որ չէ, հենց Իսրայելը գնալու են, բայց սրանք ուղղակի կրոնով էին հրեա, կրոնով, որտեվ եթե հետ գնանք պատմության մեջ եւ շուտով կհասկանանք հրեաների պատմությունը ինչ կապ ունի մերի հետ։ Եթե մենք հետ գնանք պատմության մեջ, կտեսնեք, որ կազարյան կայսրությունը գոյություն ունեցել հենց Հայաստանից մի քիչ վեր Ուկրաինայի, այսօրվա Ուկրաինայի սահմանների ներսում եղել է ժամանակ առաջ, դարեր առաջ եղել է, կարծեմ, եթե չեմ սխալվում, 7-րդ, 8-րդ դար եղել է կազարյան կայսրություն, որտեղ որ ապրել են մարդիկ, որոնք թուրքական ծագում են ունեցել իրենք, ավելի գիտեք ինչ, թաթարական, թուրքական, տենց խառը ծագումներ են ունեցել, որոնք որ շատ վատ կարգապահություն են ունեցել հայ ուրեմն առևտրականներին անընդհատ, որոնք որ ոտով անցնում էին եւ Ասիայից եկող առևտուրը հայ առևտրականները տանում էին դեպի այն ժամանակվա տարբեր եվրոպական երկրներ վաճառքի հայ առևտրականները, որի մասին շատ է գրել թե Մարկո Պոլոն, թե շատ տարբեր ճանապարհորդներ։ Սրանք ճանապարհին թալանում էին մեր թե հայերին, թե ով որ անցնում էր, արաբներին, ով որ անցնում էր իրենց երկրի մեջով թալանում էին։ Դրա պատճառով քանի անգամ իրենց կայսրությունը ընկել է պատերազմի մեջ, որովհետև անընդհատ այս ժողովուրդը գողավազակ ժողովուրդ է եղել Ուկրաինայի տարածքում, հիմիկվա Ուկրաինայի։ Վերջում իրենց թագավորը, կայսրը որոշում է, որ ժողովրդին ռելիգիա է պետք։ Եվ քանի որ կողքը կային քրիստոնյա, ինքը քրիստոնյա չէր սիրում քրիստոնեական ռելիգիան եւ քրիստոնյաները եւ դուրը չէր գալի վերցրեց կարճացած բան հուդա ջհուդական կրոնը վերցրեց եւ իր ժողովրդին կնքեց որպես հուդա,
բայց իրենք Աստվածաշնչի հուդաները չեն։ Ինչևէ, այս մարդիկ որոշեցին, որ իրենք պետք է ոչ թե միայն այդ հարցով զբաղվեն, որ պետք է իրենք պետություն ունենան, այլ քանի որ իրանք վերցրել են Թալմուդը եւ Տորան, որոնք որ Կաբալան էլ հետը միասին, որոնք որ բաբելոնյան գրքեր են հրեական, այդ դրանք իրական հրեաներն են թողել Տորան, Թալմուդը, Կաբալան, ես կարդացել եմ Կաբալան, ահագին բան կարդացել եմ Տորայից, ահագին էլ կարդացել եմ Թալմուդից, ահա որ ռասիստական մի այլանդակություն ուղղակի։ Դրա մեջ աշխարհի բոլոր մարդիկ պետքա ստրուկ դառնան։ Սրանք ուրեմն Թեոդոր Հերցլի ստեղծած կոնգրեսը, այն ինչ որ ինքը ստեղծել էր, դա մի այլանդակ մարդ է եղել։ Սրանք ուղղակի ռասիստական շարժում են սկսում, Իսրայելը կլինի իրենց հողը եւ իրենք կօգտագործեն այս հրեական մոտեցումը, իրանք Աստվածաշնչի հրեաներ որպես նույն իրենց հետ, նույն իրենց անգլերեն բան կասում է old habits never die, այսինքն հին բնավորությունները ոչ մի անգամ չեն մեռնում։ Իրանք ոնց որ 7-րդ դարում, 8-րդ դարում են եղել գողավազակ Ուկրաինայի մեջով այն ժամանակվա կազարական կայսրության մեջով ով անցել է թալանել են, այդպես թալանչել մինչև հիմա մնացել են։ Ուրեմն սրանք այդ ժամանակ արդեն Անգլիայում, երբ որ իրենք ստեղծել էին այս կոնգրեսը եւ որոշել էին, որ գնալու են հետ Իսրայել բոլորի աշխարհի բոլոր հրեաներն էլ գալու են Իսրայել, այնտեղից ղեկավարեն ամբողջ աշխարհը, նաև որոշել էին, որ տարբեր պետությունների գրավման միջոցով գրավելու են տարբեր պետություններ, որտեղ բարեք չմոռանանք 500 հոգի էին կոնգրեսի անդամները 40 տարբեր պետությունների մեջ եւ հզոր պետությունների մեջ 1897 թվին եթե 40 տարբեր պետություններում իրանք ունեին 500 արդեն պաշտոնյա հրեաներ, լավ պաշտոնների, որտեղ հենց հենց հրեաները չէին լինելու կոնգրեսի անդամ։ Սրանք բոլորը արդեն լավ պինդ աթոռների նստած տարբեր պետություններում հրեաներ էին։ Նրանց պլաններով իրենք գրավելու էին բոլոր պետությունները կամաց, իրենց երեխաներին, որոնք որ ապրում էին այդ պետություններին, ուսումների տալով եւ կամաց ճիշտ եւ բարձր պոստերի նշանակելով կգրավեն բոլոր պետությունները, քանի որ իրենք միշտ մշտական դա տենց եղել է մինչև Եգիպտոսի ժամանակից մինչև հիմա հրեաները միշտ որ երկրում որ ապրել են միշտ այդ երկրի մամուլը եւ բոլոր պամֆլետները այդ երկրի եղել են իրանց ձեռքը, իրանք միշտ դրանով են զբաղված։ Հրեան դա բոլորս գիտենք, եթե չէ, այսինքն իմացեք, որ հրեաները միշտ զբաղվում են մամուլով, որտեղ դրանով շատ հեշտ է ղեկավարելը ընդհանուր որ երկրում որ ապրում ես, երկրի ժողովուրդը ու նարատիվները ստեղծվում են մամլո եւ մեդիայի կողմից։ Եվ դա բոլորը գիտեն, ոնց որ հիմա Հայաստանում ասենք տարբեր մեդիաներ կան եւ մարդկանց ուրեմն գաղափարները, մարդկանց կարծիքները եւ նարատիվները ստեղծվում են մամուլի եւ մեդիայի կողմից։ Այտենց է բոլոր երկրներում։ Եվ հրեաները դա շատ վաղուց են հասկացել եւ որ երկիր իրենք որ գնում են, ամենաառաջինը միանգամից գնում են տեղի մամուլը, բոլորը։ Եվ այդ ժամանակ արդեն 1800-ի վերջերում Ռոթշիլդների ընտանիքը, որը որ ֆինանսավորում էր բոլոր հրեական ծրագրերը այդ պահին արդեն համարվում էր ամենահարուստ ընտանիքներից մեկը։ Այդ ժամանակ Ռոթշիլդները արդեն նապոլեոնական պատերազմները եւ տարբեր պատերազմներ արդեն ֆինանսավորել էին։ Իրենք ֆինանսավորում էին թե Թագուհու Վիկտորիայի ուրեմն կյանքը ֆինանսավորում էին,
Այսինքն սրանք տալիս էին պարտքով եւ տոկոսով գումարներ Նապոլեոնին, տարբեր մեծ կորպորացիաներին աշխարհում տալիս էին թագավորական ընտանիքին Անգլիայում, թագավորական ընտանիքին ուրեմն Իսպանիայում եւ տարբեր պետություններում։ Այսինքն իրենց տված գումարները անենց տեղեր էր գնում, որտեղից որ ոչ թե միայն տոկոս կար, այլ նաեւ մեծ favor-ներ, այսինքն ինքը մի բան է տալիս, հետն էլ ինչ-որ մի բան հետ է ուզում, այսինքն սրանք ոնց որ արդեն այդ օլիգարխական սիստեմը Ռոթշիլդներից է դուրս եկել։ Ռոթշիլդների ընտանիքը արդեն դա չեմ ուզում այս տեսահոլովակի մեջ դրանցից պատմեմ, թե ոնց են իրանք ստեղծել իրանց հարստությունը դինաստիան, որ իրենց երեխաներին չեն թողել ամուսնանան ուրիշների հետ, որ հանկարծ ուրիշները չգան մտնեն ընտանիքի, քույր եղբայր իրար հետ են ամուսնացել, հորեղբոր երեխեք իրար հետ են ամուսնացել, որպեսզի հարստությունը մնա ընտանիքի մեջ։ Իրենց մոտ ցեղական արունի հետ կապված խնդիրներ կա, հիվանդություններ կան դրա պատճառով, բայց նրանց գումարները անցնում են տրիլիոնները։ Այսինքն իրենք այս հրեական ծրագիրը իրենք վերցրել էին իրանց վրա ֆինանսավորումը, իսկ Թեոդոր Հերցելը դա իրենց ուրեմն ինտելիգենցիայի ոնց ասեմ, Թեոդոր Հերցելը իրենց ինտելիգենցիայի հայրն էր այդ ժամանակ։ Եվ սա ինչ որ պիտի ասենք, գիտեք ինչ, մենք չենք կարող փնովենք աշխարհին, ինչ որ ճիշտն է, պետք է ասվի, եւ ես միշտ համակրել եմ հրեաների իրենց ինտելիգենցիան, որովհետև սա գիտեք ինչ կա, այստեղ շատ մեծ խնդիր կա, մեր ազգը շատ մեծ պրոբլեմներ ունի, մեր ազգը իրոք շատ մեծ վերապատրաստում պետք է անցնի, շատ մեր ազգը լուրջ խնդիրներ ունի ժողովուրդ։ Հրեան մատերիալիստ չի։ Հրեայի մատերիալը գալիս է ուրիշ կատեգորիայով, նա ուրիշ կատեգորիայի մատերիալիստ է։ Նա չի հավաքում ապրանք, այսինքն հրեային չի հետաքրքրում, ինքը գնա յաշիկ առնի քշի, G-Wagon առնի, մեբելներ առնեն, չգիտես ինչեր առնեն, ամբողջ օրը մեծ Chanel գրած մայք եք հագնեն։ Դա ուղղակի հասկանում եք, դա չտեսություն է, ինդիվիդուալիզմը ամենամեծ պրոբլեմն է, որ հայ ազգի մեջ մտել է։ Չտեսություն, քաղաքենիություն, կանայք արդեն վիդեոներ են դնում երեխեքը գթալով սևիկրա են ուտում, անընդհատ ինչ-որ։ Սրա մասին կխոսենք, հասնելու ենք սրան, որտեղ ես չեմ կարող այս խոսակցությունը անել ու ես չհասնեմ դրան, որտեղ մեր ազգին ոչ թե տապալել է այդքան անգրագիտությունը, ինչքան տապալել է մատերիալիզմը ու ինֆորմացիայի կենտրոն եւ այսինքն command center անգլերենով դա հայերեն կլինի ոնց որ պունկտ, որտեղից գալիս է մեր ազգի բոլոր հրահանգները։ Չկա, նման բան գոյություն չունի մեր ազգի մեջ։ Եկեղեցին դա չի կարողանում անի, որտեղ ազգը ասում է, որ ինքը հավատացյալ ազգ է, երթվում է, գնում է, մոմ է վառում, ամեն ինչը ձևական է, այս ամեն ինչը ձևական է։ Կնունքներն էլ են ձևական, ամեն ինչը համարյա դարձել է ձևական, գիտեք ինչի, ուղղակի ցույց տալու համար։ Կնունք են կանում, 1000 հոգի մարդ է եկել, կես միլիոն փող ենք ծախսել, հասկանում եք, սա է, տակը, երբ որ այդ ամեն ինչը սկսում ես տարբեր գործիքներով, կլուչներով քանդել, ամբողջ պրոցեսը, թե ինչի համար են այս մարդիկ արել, դա իրոք երեխային կնքելու եւ փո հայ զավակին Աստծու պաշտպանության տալու, թե Rolls-Royce-ները ցուցադրելու ու այդ քեֆ ուրախության կենացների համար է արվում։ Ասենք 50, 60, 100 $1,000 ծաղիկ առնելու եւ մնացածին ապացուցելու, որ դու
ասատրինայես, դրա համարա թե իրոք կնքելու համարա, այս հարցին կհասնենք դեռ, որովհետև դա հարցի մեր արմատների, մեր քարուքանդ լինելու ամենաառաջին արմատներից մեկն է, թե մենք ինչի ենք հասել այսօրվան, ինչի էր, որ սկզբից մեր առաջին հանրապետության ժամանակ հայը կարողացավ թուրքի ձեռից հող պոկել, թեկուզ 33 քառակուսի կիլոմետր, բայց այսօր հայը չի կարողանում եղած հողը պահի, ինչի համար նա կարողացավ թուրքից Օսմանյան կայսրությունից հող պոկեցին մարդիկ, դուք հասկանում եք ինչ են արել, թե չէ, իսկ մենք այսօր իրանց թողած հողը չենք կարողանում պահենք, հիմա կհասնենք դրան, մենք խոսում ենք, հասնում եմ դրա մասին խոսելու, միանգամից նյարդանում եմ, որովհետև դա այնքան ցավալի հարց է, իմ համար ահավոր ցավալի հարց է, այս մատերիալիզմը, ահավոր, ես հրեաներին համակրում եմ նրա համար, որ այս մարդիկ իրոք, իրանց մոտ դա fake չի, իրանց մոտ իրոք գոյություն ունի ինտելիգենցիա և էլիտա, իրանց էլիտան, դա սովորած էլիտա է, իրանց էլիտան տեղեկացված էլիտա է, իրանց էլիտան ռաբիզ էլիտա չի, ինչ-որ հասկանում եք, լրիվ այնքան տարբեր է, դրա համար իրենք կարողացան, իրանց էլիտան եթե պետք եղավ տերորիստ դառնա, կդառնա, հասկանում եք, տես հետ ենք գնում Իսրայելի ուրեմն ֆունդամենտը գցելը, 48 թիվ, 47 թիվ, 46 թիվ, գնանք հետ, ինչպես արեցին, ինչ տերորիզմով արեցին, բայց արեցին, չէ, առաջին ամենամեծ տերորիստներից մեկը իսրայելական դարավ իրանց առաջին պրեմիեր մինիստրը, իրանց առաջի վարչապետը, մարդը տերորիստ է և ճանաչված, այնպես չէր, որ ինքը ինչ-որ երկու հոգի մարդ իրեն ասել էին տերորիստ, նա աշխարհով ճանաչված տերորիստ էր, բայց մարդը գործը արեց և դրանից հետո հագավ կոստյումը, անցավ բոլորին ընդունելու իր նոր ստեղծած պետության մեջ, սրանք կարողացան արեն դա, ինչի համար, որովհետև իրենք տարբեր պետություններում արդեն ունեին մարդիկ, լավ, հետ գնանք մի պահ նորից Տեոդոր Հրցելը իրենց ամենակարևոր ուրեմն ինտելիգենտն էր, այսինքն իրանց հայրը և Ռոթշիլդներն էլ դրանք ֆինանսիերներն էին, հետո մինչև 17 թիվ, այսինքն 1897 թվից մինչև 1917 թիվը, 20 տարվա մեջ, նրանք կարողացան 20 տարվա մեջ Անգլիայի միջոցով, Լորդ Բալֆորդի միջոցով համոզել Լորդ Բալֆորդին, որ Լորդ Բալֆորդը իրենց խոսք տա, որ նա կտա իրենց իրավունքը Պաղեստինում ստեղծել Իսրայելի պետությունը և Լորդ Բալֆորդի դեկլարացիան 17 թվին 20 տարվա մեջ կոնգրեսը ստեղծելուց 20 տարի հետո նրանք արդեն հող առան, Ռոթշիլդները ինչ որ տվեցին Բալֆորդին և Իսրայելի բարաթը, այսինքն Իսրայելի անգլերենով title-ը, հայերեն երևի կլինի ինչ թուղթ են տալիս Հայաստանում, երբ որ դու տուն ես գնում, այդ թուղթի անունը մոռացել եմ, կներեք, դա Ռոթշիլդները տարան սիրուն ռամկայի մեջ կախեցին իրանց պալատում և 17 թվին արդեն Անգլիան Լորդ Բալֆորդը խոսք տվեց, որ Պաղեստինը կտա հրեաներին, որտեղ նրանք կստեղծեն իրենց Իսրայելը, դրանից հետո ահագին անախորժություններ եղավ, բայց նրանք իրենց երկու ոտը կոշիկի մեջ մտցրած
հասցրեցին նրան, որ պետքա պետություն ունենան եւ էլ հյուրանոցնել տրակացնելով, էլ ինչ տեսակի տերորիստություն անելով, մի քանի փոքր սեպարատիստ խմբերով պաղեստինական գյուղերի վրա հարձակվելով, ժողովրդին մորթելով, ինչ տեսակի բաներ ասես։ Դուք տեսեք մարդիկ ինչի են պատրաստ գնան, որպիսի հող ունենան, որպիսի պետություն կարողանան ստեղծեն, եւ նրանք ստեղծել են ինչ գին, որ իսրայելցիք են տվել իրանց պետությունը ստեղծելու համար, ինչքան մարդու գլուխ են կերել պետություն ստեղծելու համար։ Դուք հասկանում եք հողի այդ երկրի թանկությունը։ Դուք հասկանում եք դա, մենք էլ 1.5 միլիոն հայ ենք տվել, որ այդ երկիրը ունենանք, հասկանում եք։ 1.5 միլիոն հայ, ու այսօր երբ որ մեկը Հայաստանում ասում է, հեսա որ Եվրոպայի վիզաները բացվեն, ես թողեմ գնամ Եվրոպա, ախր ոչխար, քո համար ինչ տարբերություն դու տեղես թե Եվրոպայում, քո նման անգրագետի համար ինչ տարբերություն դու Հայաստանում ես թե Եվրոպայում, աշխատող մարդը Հայաստանում էլ կաշխատի, Եվրոպայում էլ կաշխատի, ամեն տեղ էլ կաշխատի։ Դու ուզում ես ինձ ասես, որ Հայաստանում գործ չկա կամ դու չես կարողանում աշխատես ու Եվրոպայում քեզ սպասում են, վազելու ես գնաս, այնտեղ քեզ նստած սպասում են բոլորով, հա։ Հասկանում եք, մեր մոտ արդեն գաղափարը սենց է, մեզ երկիր պետք չի։ Մենք դուրս ենք ուզում գանք, որտեվ դուրսը մատերիալական, ուրեմն ազատություն կա։ Մատերիալը դուրսը ավելի լավն է։ Դա է, ուրիշ բան չկա տակ, մատերիալ, մենք պատրաստ ենք, ինչ-որ մի մեծ զանգված ազգի պատրաստ է փոխի պետությունը, հողը, այն 1.5 միլիոնի արունը, ճեչերը, այդ մատերիալի հետ, մի հատ ящիկ լինի մնացածը, ոչ մեկի ոչ մի բան չի հետաքրքրում։ Ուրեմն, իրենք բացի նրանից, նորից եմ կրկնում, եթե դա լիներ միայն Իսրայելի պետություն ստեղծելով, կասես մարդիկ իրանց հողն են ուզում ունենան, ամեն ինչ արեցին, որ հող ունենան, բայց դա մենակ Իսրայելը ստեղծելը չէր։ Այս մարդիկ նաև ուզում էին ամբողջ աշխարհը գրավեին եւ ստրկացնեին։ Եվ դա եկել է ոչ թե ինչ որ դա եկել է իրանց Թալմուդից։ Այսինքն սրանք, երբ որ իսրայելցի ռաբիները Թեոդոր Հերցելից հետո սկսեցին արդեն որ գիտեն երկիր պետք է ունենային, սկսեցին ուսումնասիրել Թալմուդը եւ Տորան ու Կաբալան։ Սրանք սկսեցին ֆանատիկ, ուրեմն մեսեջներ տալ իրենց ազգակիցներին։ Ֆանատիկ, իրոք ֆանատիկ մեսեջներ։ Եվ քանի որ արդեն Ռոթշիլդները կային եւ աշխարհի բոլոր բանկերի միջոցներով պատրաստ էին յուրաքանչյուր հրեայի տայն տոկոսով կամ շատ փոքր տոկոսներով գումար, որպեսզի յուրաքանչյուր հրեան գնար ինչ բիզնես որ դներ, աշխատեր եւ այդ գումարներից մի մեծ մասը ուղարկեր Իսրայելի ֆոնդին, իրանք դա անում էին։ Այսինքն պատկերացնենք, ինչ որ հայ ունենք, որը շատ հարուստ է, եւ սկսի բոլոր հայերին աշխարհի բոլոր տեղերում բանկերի միջոցներով, քանի որ իրանք բանկիրներ են, բոլոր աշխարհի բանկերը համարյա իրանց են պատկանում։ Ինչ որ մի ձևով կամ մյուս իրանց են պատկանում, եւ այս բանկերի միջոցով այս մարդիկ պատրաստ են լոներ տալ բոլոր հրեաներին, որ այդ հրեաները գնան բիզնեսներ բացեն, լավ բիզնես ունենան, թե իրենք լավ ապրեն, թե իրանց երեխաներին ուսման տան, որպեսզի երեխաները կարողանան լավ աթոռների հասնեն։ Սրա այս մի կամ մյուս հրեայի միջոցով, ծանոթով, ընկերով, ռաբիի միջոցով, հասկանում եք, սա սխեմա է, սա մի ազգային սխեմա է, որը ունի central command, այսինքն սա ունի food chain, սենց կապված է վերևից պիրամիդա է, կա վերևում նստած մարդ, որը որ այդ պիրամիդան որ կա աչքով դոլարի վրա որ դրած է, սա դա է իրանց ամբողջ սիստեման, այդ աչքը իրանցն է։ 13 թվին, երբ որ իրանք գրավեցին Ամերիկայի Federal Reserve-ը, որ իրանց ամենաառաջին
պլաններից մեկը դա Ամերիկայի Federal Reserve-ը եւ Ամերիկայի Wall Street-ը գրավելն էր, դոլարը իրանց ձեռքի տակ վերցնելը, երկրորդ պլանը Տրոցկու եւ Լենինի միջոցով սովետական միությունը գրավելը, որ հեսա դրան ենք հասնում, թե ոնց գրավեցին սովետական միությունը, նրա համար էր լինելու, եթե Տրոցկին մնար սովետական միության ուրեմն առաջնորդը, սովետական միությունը լրիվ ուրիշ կողմ էր գնալու, Լենինը սովետական միությունը տարավ լրիվ հակառակ կողմ, Տրոցկին լրիվ ուրիշ կողմ էր տանելու, եւ այսօրվա Ամերիկայի եւ Անգլիայի կռիվը ամբողջ աշխարհի հետ եւ նամանավանդ Ռուսաստանի հետ, դա Տրոցկու բոլոր սխալները ուղղելն է, նրանք փորձում են Տրոցկու սխալները ուղղել եւ սա դրան կհասնեն։ Ինչ կապ ունեն այս բոլոր հարցերը մեր պետության հետ, հիմա կասեք, չէ՞, շատ մեծ կապ ունեն, հիմա կբացատրեմ, ես դրան հասնում եմ կամաց-կամաց։ Ուրեմն, ինչ արեցին այս մարդիկ բոլորով մի մարդու նման, քանի որ իրանք լսում էին մի պունկտի, այսինքն վերևից էր գալի բոլոր հրամանները եւ բոլորը մի մարդու պես լսում էին, չկար մեր ազգի նման բոլորը գեներալներ են, ոչ մեկ չկա լսող, հասկանում եք, իրանց մոտ բոլորը գեներալ չեն, իրանց մոտ բոլորը պեչկաներ են ու գեներալը վերևն է, իրանք կարողացել են իրանց համեստացնեն, իրանք կարողացել են կոտրեն իրանց մեջ իգոն, մեր ազգի խնդիրը հենց դա է, որ մենք չենք կարողանում կոտրենք այդ անիծված իգոն, անիծված հայկական իգոն, մեր իրականության մեջ շատ որ ասում են պալոշ չի, չէ, որ դու այդ հայ տղա, ասենք, իրանից վերև մեկին ունենա, որ ինքը իրան ասեն ինքը ինչ անի, բայց եկեք նայենք հրեական ամբողջ այս շարժմանը, թեկուզ եւ մի հրեա լսում է իրան ինչ որ ասում են եւ անում է այն ինչ որ իրան ասում են, վերջում հաղթածը ով է դուրս գալի, մեր հայը, թե հրեան, ճիշտ է, հրեաների վերջի սխալները, Նաթանյահուի վերջին թույլ տված սխալները կատաստրոֆիկ ազդեցություն ունեցան իրենց համաշխարհային հռչակի վրա եւ նրանք հիմա լուրջ հարցի առաջ են կանգնած, լուրջ, իրոք լուրջ, Իսրայելը կարող է ամեն րոպե ուղղակի այդ ամբողջ պրոյեկտը վերանա, բայց դա էլ ուրիշ տեսակի իգո էր, որ բերեց դրան հասցրեց, չէ, բայց մենք չենք կարողանում կոտրենք իգոն եւ լսենք, տես հիմա ես նորմալ բան եմ բացատրում եւ ինչ որ բացատրելու եմ իրականություն է, ժողովուրդ ինձ ոչ մեկ ոչ գումար է տալիս, ոչ ես մեկի համար աշխատում եմ, ես ոչ ռոբական եմ, ոչ սերժական եմ, ոչ, եթե դուք մի հատ հասկանաք ես ով եմ, որտեղից եմ եկել, ես ինչ եմ ուզում անել, կհասկանաք, որ ես ոչ մեկի հետ չեմ, ես ուղղակի իրոք ուզում եմ, որ իմ ազգը հասկանա, թե մենք ուր ենք գնում, ուղղակի մի մարդ, որը որ շատ լավ հասկանում է աշխարհում ինչ է կատարվում, ես դեռ ոչ մի ասած, ինչ որ ես ասել եմ, ես այսօրվա Հայաստանի մեր կարգավիճակը իմ 2018 թվի գրառումների մեջ, երբ որ կարդաք ու կան վկաներ բոլորի կողմից շատ լավ ճանաչված մարդկանց, ամբողջ ազգը ճանաչում է այն մարդկանց, որոնց մեջ էլիտայի ուրեմն անդամներ, որոնց հետ ես վիճաբանել եմ եւ բառ առ բառ այդ մարդիկ մինչև հիմա հիշում են, թե դերասաններից, թե պետական պաշտոնյաներից հիշում են իմ ասածները, ես ոչ մի բառով չեմ սխալվել, այն ինչ որ ես ասել եմ լինելու է, այսօր ինչ որ կատարվում է, ես նկարագրել եմ ոչ թե թեթևակի սխալով, այլ ոնց որ կա, եւ այն մարդիկ, որոնք որ կիմանան, որ ես այս վիդեոները տեղադրել եմ, որ տեղյակ են, հիշում են,
կգան եւ կվկայեն այդ ամեն ինչի մասին եւ ես ոչ մեկի համար չեմ աշխատում, ես ռոբական, սերժական, ինչ հին բաներ ինձ մի ասեք խնդրում եմ, ես 30 տարի Ամերիկա եկած, 30 տարի առաջ Ամերիկա եկած մարդ եմ եւ հետո կխոսենք իմ մասին, ես ով եմ, բոլորդ շատ լավ կհիշեք ես ով եմ, ես չեմ եկել դրա մասին խոսեմ, ես այդքան կարևոր չեմ, իմ համար կարևորը սա է, կհիշեք, որովհետև ես մի քանի բան եմ արել Հայաստանում, որ չեք կարող ուղղակի մոռացած լինեք, շատ հնարավոր է, որ իմ դեմքը մոռացած լինեք, բայց չեք կարող մոռացած լինեք այն ինչ որ ես արել եմ Հայաստանում 90-ական թվականներին, ուղղակի ես հիմա այդ կարևորությունը չունեմ, ավելի կարևոր է այն ինչի մասին, որ մենք խոսում ենք, ուրեմն մենք հիմա զուգադեպները բերեցինք, թե ինչ էին արել սրանք, ամենակարևոր բանը նրանց համար այն էր, որ նրանք պետքա իրանց սերունդներին սարքեն ֆանատիկներ, իրոք ֆանատիկներ, եւ ֆանատիզմի միջոցով ամբողջ աշխարհը գրավեն, ստրկացնեն, որովհետեւ իրանց բաբելոնական Թալմուդի մեջ գրած է, որ ամբողջ աշխարհը պետքա դառնա հրեայի ստրուկը, ու նրանք մեզ կոչում են գոյամ, գոյամը դա հարամն է, դա գոյամը դա գիտեք ինչ է, ոնց էր Թուրքիայում հայերին անվանում էին գյավուր, չէ, երկրորդ կարգի citizen, որպես երկրորդ կարգի քաղաքացի, գոյամը նույն բանն է, բայց շատ քրիստոնյաներ իրենք պարծանքով են մոտենում այն հարցին, որ իրենց գոյամ են ասում հրեաները, որովհետև շատ քրիստոնյաներ, զիոնիստ քրիստոնյաներ, որը որ Ամերիկան է, նրանք պարծենում են, քանի որ իրենք համարում են իրականում, որ հրեաները Աստծու ազգն են, իրենք մեծարում են այն process-ը, իրենք մեծարում են իրենց որպես Աստծու ընտրած ազգի ծառա, սրանք զիոնիստական քրիստոնյաներն։ Հիմա ես ինչի համար ես ամեն ինչը հրեաների մասին բացատրեցի, որովհետև մեր ազգը ահավոր սխալ պատկերացում ունի Ամերիկայի մասին, մեր ազգը չի հասկանում Ամերիկան ինչ է, մեր ազգի համար Ամերիկան մի հատ տեղ է, որտեղ բոլոր օրենքները աշխատում են, ու անծայրածիր գումարներ կա, դու գալիս ես ստեղ, հարստանում ես ու սենց լավ ապրում ես, հասկանում եք, մեր ազգը Ամերիկային տեսնում է որպես իր ապագայի փրկություն, այսինքն եթե Ամերիկան գա, այսինքն ես խոսում եմ մեր ազգի այդ իմ բացատրած անգրագետ ավելի ոչ գրագետ մասայի մասին, այդ մեծ զանգվածը, որը որ պատկերացնում է, որ Նիկոլը Ամերիկային ու Եվրոպային եթե բերի, մենք էլ ռուսի կարիքը չունենք, թքած ունենք ռուսի վրա, ռուսը ոչ մի բան մեզ չի տալու, ռուսի ոչ տեխնոլոգիան է լավը, ոչ փող ունի, ոչ մի, հասկանում եք, այս մարդիկ սենց են մտածում, առանց հասկանալու, որ այն ինչ որ իրենք պատկերացնում են Ամերիկայի մասին, եւ ես 30 տարի Ամերիկայում ապրել եմ հայերից դուրս, ես հայերի հետ չեմ ապրել, ես ապրել եմ Նևադա նահանգում, սպիտակ ամերիկացիների մեջ, համարյա առաջի օրից, որ մտել եմ Ամերիկա, եւ իրանց հետ ապրելով, ես հասկացել եմ, նախ ես օրենքը ահավոր ուսումնասիրել եմ, ես Ամերիկայի կոնստիտուցիան եմ լավ ուսումնասիրել, ես շատ լավ հասկանում եմ այս երկրի թե ֆեդերալ օրենքներից, նենց ոնց որ ես եմ ճանաչում Ամերիկան իր սև ու սպիտակով, իր գունավորով, իր ամեն ինչով, թե իր դաժանություններով, թե իր խաբեություններով, թե իր տերորիզմով, թե իր ուրեմն այն ոնց ասեմ, ուղնուծուծով ես այս երկիրը ճանաչում եմ, եւ մեր ազգի այդ մասան պատկերացում անգամ չունի Ամերիկան դա ինչ է,
Ժողովուրդ, Ամերիկան այդ պետությունը չի, որ դուք պատկերացնում եք, որ գալիս է ստեղ, այտենց ամեն ինչը այտենց դրածա, դու էլ գնում ես, վերցնում ես, հարստանում ես ու օրենքները աշխատում են։ Ամերիկան, եթե մեր ազգը, որի համար ես հիմա կռիվ եմ տալի, եթե մեր ազգը չանի տարբեր տեսակի տարբեր բաներ եւ մաքուր աշխատանքով բոլորը ապրեն, անհնար բան է, որ մարդիկ կարողանան անեն այն ինչ որ անում են։ Անհնար բան է։ Մեր ազգը հավաքվել է երկու քաղաքում իրար գլխի, ամեն տեսակի բան արվում է, ինչքան խելացի, ոչ խելացի, ինչքան հնարամտություն ու ֆոկուս ասես արվում է։ Լավ, շատ տեղեր ասում ես դե լավ, այս մարդիկ հնարավորությունը տեսել են, ուզում են օգտվեն։ Խնդիրը նա է, որ դա մշտական չի, որ դա եւ վերցրած գումարներն էլ չի օգտագործվում ապագայի ուսման կամ ինչ որ ճիշտ տեղեր, որպեսզի մենք կարողանանք ապագա կառուցենք, մեր սերունդները կարողանան անեն այն ինչ որ այս հրեաները կարողացել են անել, մի բան էլ դրանից ավել, որովհետև դա ապացուցված ֆակտ է, որ մենք իրենց հետ հավասար նույն IQ level-ը ունենք, այսինքն մենք իրենց նման խելացի ազգ ենք ու բոլորը դա գիտեն, բայց մեր գումարները, մեր վերցրածները, այդքան ֆոկուսները, այդքան տարբեր տեսակի հնարամտությունները բոլորը գնում են մատերիալի վրա, ոչ մեկ չի գնում այդ գումարը դնի ապագայի մի մեծ բանի վրա, մերոնք ուրիշ բաների վրա են ծախսում գումարները, բայց ինչև է, ժողովուրդ, Հայաստանի ժողովուրդ, Ամերիկան ոչ մի անգամ ձեր բարեկամը չի լինելու, որտև Ամերիկան դա մի պետություն է, որին փոքր նման պետությունները ընդհանրապես պետք չեն իրենց ուղղակի, երբ որ Ամերիկայի մի հատ պրեզիդենտ վերակենում եւ արտասանում է Արմենիա բառը, դուք այն աղջիկներ կան, որ սիրուն են, բայց իրանց պահելու ձև չգիտեն, ուղղակի չգիտեն իրենց ճիշտ ոնց դրսևորեն, կան, որ այդքան գեղեցիկ չեն, բայց իրենց ճիշտ դրսևորելու ձև գիտեն եւ տղամարդուն կհալացնեն ուղղակի ու նայում ես այդքան ինչ չի, բայց կա, որ սիրուն է ու ընդհանրապես իրեն ոչ պահելու ձև գիտի, ոչ իր արժեքը գիտի, ոչ էլ իրեն ճիշտ դրսևորելու ձև գիտի։ Մի հատ հանկարծ մեկը մի շոյանք, մի բառ ասում, հալվում, թափում ընկնում է գետնին, արդեն կթողի, տնեցիքի հետ կկռվի, հոր-մոր հետ կգնա, գլուխը կառնի, կգնա կամուսնանա այդ ապուշի հետ, հետո սաղ Գերդաստանով կընկնեն կրակը։ Մենք այդ ազգից ենք, հասկանում եք։ Մենք այնքան attention deficit disorder ունենք ազգով, մեզ այնքանը մենք ոնց որ տենց թաքնված մի հատ մարգարիտ լինենք, որի մասին աշխարհը չի խոսացել, ու մենք վատ ենք տանում, որ մեր մասին աշխարհը չի խոսացել, ու հանկարծ երբ որ մեկը մի հատ Արմենիան է, չի ասում կամ Արմենիա, ամբողջ ազգով տակը կոմենտ են գրում, վայ, գիտեք, մենք գիտեք, համել մենք այն այսպես գնաց, ու մենք մեր արժեքը դրանով կորցնում ենք, մենք դառնում ենք հասարակ տապочка բոլորի համար։ Երբ որ մի հատ ամերիկյան պրեզիդենտ դուրս է գալի ասում է Արմենիա, ամբողջ ազգով տակը գալի լացում են, վայ, ես ինչ ասեց, Հայաստան ասեցիք, դուք Հայաստան ասեցիք, չէ՞, որ հա ճիշտ եմ լսել, էլի ճիշտ է։ Այսպես հասկանում եք դուք։ Մենք մեզ պահելու ձև չգիտենք, որի պատճառով էլ մենք այսքան սովորական ազգ ենք դառել։ Եվ դա նրանից է, որ մեզ թվում է, թե մենք ավելի ենք, քան թե մենք իրականում կանք։ Ճիշտ է, մենք շատ լավ ազգ ենք, ճիշտ է, մենք շատ մեծ բարձունքների հասած ազգ ենք, շատ մեծ
բաներ արած ազգ ենք, բայց մենք ոչ մի այդ արածները, ոչ մեկը, ոչ մի անգամ ճիշտ չենք օգտագործել, ոչ մեկը, չկա մի բան, որ մի հայ արել է, մեկը, ասենք մեկը X-ray մեքենան է գծել, մեկը Echo-ի մեքենան է ինքը գծագրել, մեկը գծագրել է հեռուստացույցը, ուրեմն բան գունավոր հեռուստացույցը, եւ ինչ, գիտեք ինչ, եթե այսօր Հայաստանում մենք արտադրենք հեռուստացույց եւ ազգանունը դնենք կամ հեռուստացույցի անունը դնենք Ադամ Ադամյան, ասենք, կամ Ադամ, ասենք, չեմ հիշում կոնկրետ ով է արտադրել, ով էր գծագրել առաջին հեռուստացույցը, ինչքան հիշում եմ Ադամյան էր ազգանունը, եւ աշխարհում այդ հեռուստացույցը լիներ հարգված ինչ-որ ֆիրմա հեռուստացույց, թեկուզ, ասենք, Գրունտիկը ոնց էր, փոքր կամպանիա էր, բայց իր արտադրած ապրանքը ամբողջ աշխարհով մինչև այսօր 60-70 թվի արտադրած ռադիոն Գրունտիկի հարգանք ունի, չէ՞։ Եթե մենք էլ անենք դա, այդ հեռուստացույցով մենք կապացուցենք, որ սրա անունը Ադամյանը, որովհետև մենք առաջինը մենք ենք ստեղծել գունավոր հեռուստացույց եւ այս մարդն է ստեղծել, այդ դրա համար այս հեռուստացույցի անունը սա է։ Մենք մարդկանց ինչ-որ մի բան ենք տալի, որ հիշացնենք մենք ով ենք, բայց մենք դա չունենք, մենք ուղղակի ունենք դատարկ բառեր, այ գիտեք ես ինչ մարդը հայ է եղել, եւ ինչ եք արել դուք դրա համար, հասկանում եք։ Այսինքն մենք մշտական մնալու ենք այն մեկի տալը, որ սիրուն աղջիկ է, բայց իրան պահել չգիտի։ Եվ հենց մեկը մի բան ասում, հալվում թափվում է։ Դրա համար մենք մեր արժեքը ընդհանրապես չունենք։ Եվ հիմա ես ձեզ բացատրեմ ուրիշ մի բան։ Ես 30 տարի ապրել եմ ամերիկացիների մեջ, ես առանց ակցենտ խոսում եմ անգլերեն։ Իրենց հետ հավասար առանց ակցենտ եւ գրական եմ խոսում, ոչ թե ուղակի տենց փողոցի սլենգով։ Ես փողոցի սլենգ չգիտեմ, անգամ չգիտեմ ոնց խոսամ։ Իմ կարդացած բոլոր գրքերը անգլերեն են եւ ես խոսում եմ իրենց հետ հավասար։ Ոչ մեկ չգիտի հայը ով է։ Ոչ մեկ չի հետաքրքրում։ Ամերիկացուն, միջին ամերիկացին այնքան աշխարից վեխաբար թքած ունի ամեն ինչ, ախր իրենց վրա թքած ունեն։ Դուք հասկանում եք, միջին ամերիկացին ինքը self-respect չունի, այսինքն ինքը իրան չի հարգում որպես մարդ։ Մարդը, որը որ պիժամայով դուրս է գալի, գնում է պետական շենք, հասկանում եք, այդ մարդը ինքն իր նկատմամբ հարգանք չունի։ Մարդը, որը որ ամուսնանում է միայն սեքսի համար, այդ մարդը հարգանք չունի, այդ մարդը անասնական, ուրեմն մոտեցում ունի կյանքին, մարդկային չունի։ Դուք միջին ամերիկացուն ուղակի գաղափար չունեք անգամ մենք ինչի մասին ենք խոսում։ Սա դուք կարող է պատկերացնեք, թե ամերիկացին պետքա որ լիներ աշխարհի ամենամակարդակով ժողովուրդը, քանի որ իրենց պետությունը իրոք տվել է այդ հնարավորությունը, որ մարդը ամեն ինչի հնարավորություն ունենա, կարաս գնաս նստես մի հատ բիբլիոթեկայում, կներեք, հա, բիբլիոթեկայում մի հատ գրադարանում, կարդաս աշխարհում ինչ ուզես, ինչ ասես այս երկիրը տվել է, ասել է գնացեք, ուզում եք սովորեք, բայց ինքը չի ուզում սովորի, ինքը չի ուզում իմանա, քանի որ 13 թվին, երբ որ հրեաները հասան այս երկիրը գրավելու, այս երկրի ժողովրդին իրանք փակել են, isolation-ի մեջ են փակել, իզոլյացիայի մեջ են գցել են իզոլյացիայի մեջ, որպեսզի նոր ռելիգիա տան այս երկրի ձեռը, այս ազգի ձեռը, նոր զիոնիստական աստվածաշունչ տան, որը որ գրվել է մի հանցագործի կողմից, որի անունը Սկոֆիլդ է։ Այս Սկոֆիլդ հանցագործը Ամերիկայից փախած մի քցող է եղել։ Փախել գնացել է Անգլիա։
Անգլիայում սրանք գտնում են, ասում են մենք Ամերիկայում հրեաները, մենք Ամերիկայում քո բոլոր հարցերը կլուծենք, քո բոլոր հարցերը, էլ դու պրոբլեմ չունես Ամերիկայում։ Եթե դու կարողանաս փոխես ուրեմն Աստվածաշունչը եւ նոր Աստվածաշնչի մեջ գրես, որ այսինքն Հիսուս բառը փոխես Իսրայել եւ chosen people ընտրված ազգ բառով հետ գնաս Ամերիկա, մենք քեզ կտանք այն ժամանակով իրենք $500,000 փող են տվել, որը այդ ժամանակ չեք պատկերացնում ինչ ահռելի գումար է։ Այդ գումարով հետ ես գնում Ամերիկա and you start preaching, այսինքն դու սկսում ես քարոզել այս նոր Բիբլիան, ստեղծում ես նոր ռելիգիա Ամերիկայում, նոր ռելիգիա, որը որ կոչվելու է evangelical Christianity, evangelical։ Սկոֆիլդը համաձայնվում է, որտեվ ինքը ահավոր վիճակում է լինում աղքատության մեջ Անգլիայում։ Գալիս է Ամերիկա այդ նոր Բիբլիայով ու սկսում է քարոզել, բացում է եկեղեցի քարոզումը ու սկսում է evangelical movement-ը։ Ամբողջ Ամերիկայի սպիտակ նամանավանդ ամերիկացիները, նամանավանդ Դոնալդ Թրամփի ամբողջ բեյսը, իր ընտրողը, այդ 80 միլիոն պլյուսը, դրանք բոլորը evangelical քրիստոնյաներ են, բոլորը դրանք զիոնիստներ են։ Այս երկիրը Ամերիկան, ամերիկացու երկիրը չի ժողովուրդ, սա հրեաների սիոնիստական երկիրը, ստեղ կոնտրոլի մեջ են ոչ թե ամերիկացիները, այ հիմա Թակեր Քարլսոնը, որ նայում եք, Թակեր Քարլսոն, իրանց հետ է կռվում, որ երկիրը հետ վերցնեն։ Այս ինչ ամեն ինչը ես ասում եմ, բոլորը սրանք ապացուցվող բաներ են։ Կարող եք ինքներդ ապացուցեք, եթե չէ, ես ձեզ կապացուցեմ։ Երբ որ դուք միջին ամերիկացու մասին եք խոսում, միջին ամերիկացին, որը որ ձեզ պետքա պատժ կանի, ասի հային ես ինչ եք անում, չէ՞։ Հայը առաջի քրիստոնյա ազգն է, հայի եղերն է։ Նրանք ոչ մեկ ձեզանից տեղյակ չեն։ Նրանք Կիմ Կարդաշյանի տուտուզիկից են տեղյակ։ Ուրիշ ոչ մի բանից, որտեվ դա է նրանց հետաքրքրում։ Ամերիկացուն հետաքրքրում է ուտելիքը, սեքսը, խմիչքը ու տուալետ գնալը, դատարկվելը, որպեսզի նույն process-ը նորից կրկնվի, անընդհատ։ Ինքը ժամանակ է չունի մտածելու քո մասին։ Ամերիկացին 13 թվին իզոլյացիայի մեջ է անգել, հենց այդ նույն հրեաների կողմից պահվել է իզոլյացիայի մեջ, իրան ասել են այն աշխարհի մյուս կողմը, բոլորը վատ մարդիկ են։ Դրանք բոլորը ուզում են գան քո ձեռից գողարան վերցնեն քո ազատությունը։ Դու գործ չունես այդ բոլորի հետ։ Այն կողմը ոչ մի լավ բան չի կատարվում։ Ոչ մի լավ բան չի կատարվում այն կողմը։ Ամերիկացի ջան, այն կողմը գազաններ են ապրում, ուզում են գան քեզ ուտեն։ Ուզում են գան քո ազատությունը վերցնեն այդ մուսուլմանները, այդ բոլորը կեղտերը։ Այն կողմը ջունգլի է։ Դու ընդհանրապես մի մտածի այն կողմի մասին։ Դու ստեղ աշխատի, մուծի այն 35% թաքսը, որը որ հրեան ավելացրել է ամերիկացիների վրա 13 թվին, 1913 թվին, մինչև 1913 թիվը, մինչև զիոնիստական կոնգրեսից եկան Ամերիկան գրավեցին, մինչև դա ամերիկացին թաքսեր չէր մուծում, շատ փոքր բան էր մուծում։ Երբ որ սրանք եկան գրավեցին, ամբողջ ազգին իզոլյացրեցին ու տվեցին նոր ռելիգիա, գցեցին depression-ի մեջ, depression դա սարքած, ուրեմն ծրագիր էր։ Հետո դիպրեսիայի ժամանակ, երբ որ Ամերիկան սոված զկրտում էր ժողովուրդը, սոված մարդը ինչ է անում։ Սոված մարդը երկու բան է անում։ Մեկը սոված մարդը սկսում է խմել, դրա համար ստեղծեցին Սուխոյ զակոնը, որ խմիչքի վրա միլիարդներ աշխատեն։ Երկրորդ բանը, որ սոված մարդը անում, անաշխատանք տղամարդը, մարդը, որը որ իրեք դիպրեսիայի մեջ է, դա Աստծուն է ման գալի։ Երբ որ ամերիկացին Աստծուն էր փնտրում, որպեսզի դուրս գա
այդ պետական երկրի դիպրեսիայի, ֆինանսական դիպրեսիայի մեջից։ Իրանք ասացին մենք այդ ունենք քո համար, այդ էլ ենք մտածել մենք ձեր համար։ Պրոբլեմ չկա, ընկեր ջան, խմիչք ես ուզում, խմիչքը կա, հեսա խմի։ Խմիչք չես ուզում, Աստծուն ես ման գալի, այդ հարցն էլ ենք լուծեմ մենք քո համար։ Սկոֆիլդ արիստեղ։ Սկոֆիլդն եկավ իր Բիբլիայով ասեց նայեք, այսօրվանից աշխատանք լինելու է ձեզ համար։ Հրեաները աշխատանք են բերել, բայց պիտի աշխատեք, ձեր աշխատանքից 35%-ը տակ պետությանը թաքս, որպեսզի Ամերիկայի նավատորմը, օդային ուժերը, Ամերիկան հզորանա, որպեսզի Իսրայելը երբ պետք ունենա Ամերիկայի ուժը օգտագործի աշխարհի վրա։ Իսկ դուք որպես ազգ ձեր նոր ռելիգիայով կաշխատեք ու ով որ իրանց Բիբլիան, ամերիկացիքի Բիբլիան ասում է, ով որ Իսրայելին կորհնի, կորհնվի։ Սա իրանց Բիբլիայի մեջ է, գնացեք կարդացեք։ Եվ ամերիկացին առավոտից գիշեր աշխատել է, որ թաքս տա, որ Իսրայելին պաշտպանեն, որ հանկարծ Իսրայելին մի բան չլինի։ Ու համել իր աշխատավարձից ամեն weekend, ամեն շաբաթ կիրակի եկեղեցում տա, որ այդ գումարը գնա Իսրայել, որ Իսրայելին օրհնի ինքը, որ ինքն էլ օրհնվի։ Այսինքն ամերիկացին ապրել եւ աշխատել է վերջին 100 տարին Իսրայելի համար, հասկացաք, իրանք թքած ունեն հայի վրա։ Մենք իրանց աչքին մուսուլմանի տեսք ունենք։ Մենք, քանի որ իսրայելցին պրոբլեմ ունի մուսուլմանի հետ եւ ջհուդը ինքը պրոբլեմ ունի մուսուլմանի հետ, իրանք 100 տարի է ամերիկացու ուրեմն տակը լցրել են այնքան, որ ով որ մեզ արտաքինով նման է, դրանք մուսուլմաններ են։ Այսինքն առաջին անգամ, երբ որ ամերիկացին հայ է տեսնում, ինքը չի ասում, վայ էսին առաջին քրիստոնյա ազգն է, ոչ։ Արման Ծառուկյանին ինքնաթիռից ինչի համար հանեցին, որտեվ ինքը մուսուլմանի տեսք ունի եւ ակցենտով անգլերեն էր խոսում ծանր։ Իրան ինքնաթիռից հանեցին դրա համար, որտեվ մուսուլմանի տեղ դրեցին։ Դուք հասկանում եք, իրականությունը սա է, շատ ցավալի իրականություն է, ժողովուրդ, բայց դա է իրականությունը, խնդրում եմ, հավատացեք։ Մենք եթե ազգով Գլենդելում, Նորթ Հոլիվուդում չապրենք եւ հայերը ապրեին տարբեր տեղեր իմ նման, տեսնեին ու զգային այն ռասիզմը, որ ես եմ տեսել ու զգացել, երևի կհասկանային Ամերիկան ինչ է, բայց քանի որ մերոնք ապրում են իրար կողք, անգլերեն մեծամասնությամբ չեն սովորում, ապրում են ոնց որ Հայաստանում, ուղղակի Հայաստանի սահմաններից դուրս։ Այս մարդիկ ապրում են Ամերիկայում միայն մատերիալական պրիորիտետի համար, մատերիալական ուրախության համար, որտեղ Ամերիկան ուրիշ բան չունի առաջարկելու։ Ամերիկայում, երբ որ դրսում ման ես գալի, արխիտեկտուրա չկա, եթե Նյու Յորքում չես, կամ Սան Ֆրանցիսկո էլ փչացրել են։ Արխիտեկտուրա չկա, ամեն ինչը քառակուսի է։ Ժողովրդի մակարդակը ահա որ ցածր է, այլանդակ ձև ցածր է։ Միջին ամերիկացու գիտելիքի մակարդակը չեք պատկերացնում ինչ ցածր է, ուղղակի չեք պատկերացնում, եւ նրանք նման կերպ մեծացնում են իրենց երեխաներին։ Նորից եմ կրկնում, այս ազգը ահա որ իզոլացված վիճակում է եղել հրեայի կողմից, իրենք նոր են հասկացել իրենց հետ ինչ է կատարվել, բայց հիմա խառնաշփոթի մեջ են եւ իրանք էլ չեն հասկանում իրանց հետ ինչ է լինում։ Սրանք իդենտիֆիկացիայի կրիզիսի մեջ են ամերիկացիները։ Իսկ դուք ընտրում եք մի պետության, որ ձեզ լինի պահապան, որի ազգը ձեզ չի ճանաչում, թքած ունի ձեր վրա, եթե ճանաչում էլ է դա
Կիմ Կարդաշյանի տուտուզիկի թշիկներից է ճանաչում միայն, որտեվ իրան դա է մենակ հետաքրքրում։ Եվ պետությունը, Ամերիկայի պետությունը, պրոբլեմ չունի ընդհանրապես մեզ սարքելու collateral damage, այսինքն մեզ տալու առյուծի բերան, եթե իրենք մի տարով կարան, մի տարի ավել չէ, անգամ երկուս էլ չէ, մի տարով կարան իրենց հարցերը լուծան Ռուսաստանի դեմ, որտեվ հիմա մենք դրան ենք հասնում, թե ինչի Ռուսաստանի դեմ ինչ կատարվեց եւ մենք ինչ կապ ունենք այս հարցի հետ։ Ես բացատրեցի Իսրայելի կարևորությունը այս երկրում։ Իսրայելն է ղեկավարում այս երկիրը եւ ամերիկացին հավատացել է, որ աշխարհի մյուս կողմում կա մի հատ դեմոկրատիա Իսրայել անունով, որը որ Ամերիկայի դարպասներն է։ Իրանք այնտեղ պահում են դարպասները, որպեսզի ամբողջ աշխարհը եւ մուսուլմանները եւ Ամերիկայի թշնամիները չմտնեն Ամերիկա եւ իրենց ձեռք չտան, որպեսզի իրանք համերաշխ հանգիստ Ամերիկայում ապրեն։ Ստեղ ամարտ բոմբ չընկնի հանգարց գլխներից։ Հենա փողը տանք, թո իսրայելցիք այնտեղ մեր համար կռվեն, պահեն այդ դարպասները, հասկանում եք, այս մարդիկ սենց են մտածում։ Իրականում տենց են մտածում։ Նորա, որ իրանք հասկացել են, մինչև սրանք խելքի գան, Հայաստան չի լինի էլ, եթե դուք ուզում եք այս ճանապարհով գնալ։ Ուրեմն մեր ամերիկացի բարեկամները մեզ չեն ճանաչում եւ չի հետաքրքրում, իսկ Ամերիկայի ղեկավարությունը, ես հիմա դրա մասին կխոսամ, թե ինչ է կատարվում Ամերիկայի ղեկավարության մեջ եւ ինչքան ենք մենք որպես ազգի, որպես պետություն կարևոր Ամերիկայի ղեկավարության համար, որտեղ նրանք հիմա Ամերիկայի ղեկավարությունը որոշել են Հայաստանը նվեր տան Թուրքիային, որ Թուրքիան սաստկի Իսրայելին եւ Նաթանյահուին, որտեղ չեն կարողանում Նաթանյահուի վրա։ Իրենք կանգնացնում են պատերազմը, Նաթանյահուն ասում է, չէ, ախպեր ջան, ես չեմ կանգնացնելու, ես պետք է պատերազմեմ ու դուք պետքա պատերազմեք իմ տեղը, որտեղ կամպրոմատներ կան, որտեղ ամբողջ մեր պետությունը Ամերիկան, իմ երկիրը այս պահին Ամերիկան է, բացի Հայաստանից, նաև Ամերիկան է, ես ամերիկացի եմ, իմ պետությունը Ամերիկան է եւ ես տեսնում եմ, որ իմ պետությունը իրոք չի կարողանում դուրս գա Իսրայելի լծի տակից ու ամբողջ պետությունը վխտում է իսրայելական լոբիի փողերով, իսրայելցի եւ իսրայելական ուրեմն քաղաքական գործիչներով, այդ այք մի հատ Քենթակի նահանգում մի հատ մարդ կա, որը որ եթե հաղթի մեծ նշանակություն ունի Ամերիկայի ազատագրման հարցում, Թոմաս Մասի, մեկ հոգի մարդ, իր դեմ կռվում է Իսրայելի կողմից մարդ, որի վրա 30 միլիոն դոլար փող է ծախսվել, որ այդ մարդը Քենթակիում, այդ փոքր նահանգում էդ էլ հաղթեն, որ մի հատ անգամ նահանգ չլինի, որտեղ որ ամերիկացին ինքը իր խոսքը ունի, բոլոր նահանգներում պետքա լինի Իսրայելի խոսքը, բոլոր նահանգներում Իսրայելի խոսքն է, ոչ թե ամերիկացու, հասկանում եք դուք, ստեղ ամերիկացի չկա, ամերիկացին չի, որ որոշում է, ամերիկացին, սա Իսրայելի պետությունն է, ժողովուրդ, Ամերիկան դա Իսրայելի ձեռքի տակ, Իսրայելի լծի տակ, հրեայի լծի տակ ապրող պետություն է, սա Ամերիկան Իսրայելի մեծ ավտոմատն է, պատկերացրեք մի հատ փոքր մուկ, մեծ ավտոմատով կանգնած է այսենց, դա է, դուք հասկանում եք, ինչա կատարվում, և արդեն մեզ վերջին մի քանի տարիները ցույց են տվել, որ Իսրայելը իր ամբողջ էությամբ, իր պետական ստրուկտուրայով աշխատում է Հայաստանի դեմ, եթե Իսրայելը աշխատում է Հայաստանի դեմ, դա ապացուցված ֆակտ է, ինչ եք կարծում, Իսրայելի զենքը, Ամերիկան, Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է կանգնելու, լավ չի կարելի այսքան միամիտ լինել, չի կարելի այսքան ոչ գրագետ լինել, պետք է հասկանալ, իրերը կոչել իրենց անուններով, վերջացնեմ այս մասը,
Անցնենք երրորդ մասին կներեք։